72-ամյա Տիկին Լենիկն արդեն 3 տարի է ապրում է թիվ 1 տուն ինտերնատում, ընտանիքից, հարազատներից ու բարեկամներից հեռու։ Նրա միակ զբաղմունքը կար ու ձևն է, օրը մթնեցնելու համար։ Ինչպես ինքն է ասում, տուն ինտերնատում բոլորն էլ նույն ճակատագիրն ունեն, տարբեր են միայն այստեղ հայտնվելու պատճառները։ Սկզբի ամիսները շատ ծանր եմ տարել, շատ ծանր։ Տղայիս կնոջ մոր պատճառով եմ եկել այստեղ։ Բնակարանի հարցով։ Թիվ 1 տուն ինտերնատում այսօր բնակվում է 250 խնամյալ, հիմնականում կանայք։ Ես աշխատում եմ 2000 թվականից ու այդ 12 տարվա ընթացքում միշտ կանայք շատ են եղել այստեղ, բայց թե ինչի այդպես երևի թե ես չկարողանամ բացատրեմ։ Իդեպ Հայաստանում 4 տուն ինտերնատ է գործում, որտեղ հայտնվելն այնքան էլ հեշտ չէ։ Ապաստան է տրվում միայն նրանց, ովքեր ներկայացնում են համապատասխան սոցիալական եւ բժշկական փաստաթղթեր։ Սոցիալության աշխատակիցը այցելություն է կատարում նրանց բնակարան, տեսնում է իրենց ընտանիքի վիճակի վերաբերյալ, որը որ զեկուցում է իր պետին եւ կազմում է համապատասխան արձանագրություն, եզրակացություն նրան ուղեգրելու տուն ինտերնատ կամ ոչ։ Թեև տուն ինտերնատում տեղ գտնելն այսօր բազմաթիվ միայնակների երազանքն է, սակայն նրանք միշտ էլ իրենց հարազատների կարիքն ունեն, նույնիսկ այն դեպքում, երբ մշտապես ուշադրության կենտրոնում են, չունեն սննդի եւ բուժօգնության պակաս։ Հարազատների մասին միայնակ այս տարեցները հիմնականում գերադասում են չխոսել, միայն հիշեցնում են, որ ոչ ոք ծերությունից ապահովագրված չէ։ Տաթևիկ Ազիզբեկյան, Հովսեփ Հովսեփյան, IPV